Սամվել Կարապետյանը մեծ հայրենասեր է, հիմա էլ ցավոք սրտի հայրենասիրությունը չի գնահատվում։ Դա է պատճառը։ Սամվել Կարապետյանին ճանաչել եմ 1998 թվականից, շատ մեծ հայրենասեր, շատ մեծ հայասեր, շատ մեծ հոգով, բարի մարդ։ Մեր պահանջը, որ անապաղ ազատ արձակվի մեր մեծ բարերար, մեր լավ ընկեր Սամվել Սարգսի Կարապետյանը։ Ինքը այս պահին նման մարդ պետք է մեր ազգին, համախմբող, բարի, ռիսկով, խիզախ մարդ։ Այսօր ինչ եք այստեղ եկել։ Իմ ազգի համար, հանուն նրա համար, որ այդ մարդուն ազատ արձակեն, մեր ազգը կործանում չէ տալ։ Այսօր կալանավորում են հոգևորականների, ովքեր որ ասենք ազգանպաստ, բարենպաստ, ինչ-որ բառ են ուզում ասեն, քայլ են ուզում անեն, մարդկանց կալանավորում են։ Դուք ինչ եք պահանջում։ Արդարություն։ Դա ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է, վախից դրդված։ Ինչ պահանջով եք եկել։ Արդարադատության պահանջով։ Եթե դատավորը այն քաժնազարի գյադեկի չլինի, որ ասում են գյադեկ ես կողմ, գյադեկ են կողմ, եթե ուզում է գնա իր տուն ու իր երեխեքի աշկերին նորմալ նայի, ասի ես արժանապատիվ մարդ եմ, ու ես արդարության կողմն եմ, ոչ թե գյադա եմ, որ ինձ ասեն ես կողմ, այն կողմ, ուրեմն կհաղթի։ Եթե գյադա լինի, չի հաղթի։ Քաժնազարը ոնց էր ասում։ Գյադեկ ես կողմ, սա գյադեկը վազում էին են կողմ։ Թող եթե իր տուն իր երեխեքին ասի, որ ես գյադա չեմ։ Դերում եք ինչ արդար մարդ եմ։ Այսօր ինչ եք այստեղ։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանին։ Ինքը լավ մարդ է, բարերար է, հայ ազգին դեր կանգնի, ոնց որ ասում են։ Ինչպես կգնահատեք այն իրողությունը, որ նա այսօր կալանավայրում է։ Շատ վատ։ Բարերարի Նիկոլ Փաշինյանն է մեղավոր ամեն ինչի Հայաստանի, Արցախի, կորստի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ինչպես բոլորը, այնպես ես ազատություն Սամվել Կարապետյանին, բարեգործ, լավ մարդ, ազատություն։ Արդար դատավորներ լինեն, որ արդար, մարդին անտեղի չդատեն, արդարություն լինի այս երկրում ու ազատություն լինի։ Մեր մեծանում բարերարին, միայն դրա համար ենք, որ արդար լինեն, արդար դատեն։ Մեր երկրին ղեկավար չկա, մարդ չկա, այն լավ տղերքին սաղին լցին բերդերը, այն լավ տղեն էլ ինքն է, իր չափ արած կա կյանքում, այսօրով իրան այս օրինակ գցե, իր չափ Հայաստանին արած կա, ինչի մասին է խոսքը։ Ինչպես է գնահատում այն իրողությունը, որ այսօր բարերար Սամվել Կարապետյանը կալանավորված է եկեղեցուն պաշտպանելու համար։ Մեր հայ ազգը ոնց որ առաջի քրիստոնյան ընդունած ազգն է, իհարկե եկեղեցուն ոնց կարելի է չպաշտպանել։ Այն մարդն էլ իր աջակցությունն է հայտնել եկեղեցուն, միշտ էլ եկեղեցու կողքն է եղել, ոնց որ ցանկացած հայ մարդ, հա։